Իրականում 80%-ի մոտ, 65 տարեկանից ավել տարեցների 80%-ի մոտ կա ցավային համախտանիշ։ Դա պայմանավորված է նրանով, որ հյուսվածքները, օրգան համակարգերը տարիքային փոփոխությունների են ենթարկվում։ Սովորաբար մեր տատիկները, երբեմն մայրերը, մորաքույրները, ավելի շատ տատիկների մոտ է դա արտահայտվում, միշտ ցավից բողոքում են։ Ոտքերս է ցավում, մեջքս է ցավում, որքանով են այս բողոքները արհեստական եւ որքանով իրականում ցավեր են ունենում 60-ից հետո եւ ինչն է հետաքրքիր, տղամարդիկ մի տեսակ պինդ են, երբևիցե չեմ հիշում, թե պապիկ բողոքի ասի տեղս ցավում եմ, ինչքան էլ ցավա ոտքի են էլի, այս պահը գուզեմ սրա մասին, արդյոք այդ ցավը կա իսկապես թե արհեստական մի բան է, ընկալում է էլի։ Շատ հետաքրքիր անդրադարձակ նրան, եւ եթե դուք ասում եք, որ կանայք ավելի շատ են տարեց, կանայք ավելի շատ են գանգատվում, այստեղ մի բան պիտի ասեմ, որը շատ բնորոշ է հայ կանոջը, նա միշտ սիրում է գանգատվել, անկախ նրանից եւ բարձրաձայնել իր ցավի մասին, միշտ տղամարդիկ ավելի խրոխտ են լինում, ավելի զուսպ են լինում, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն տառապում։ Ես ձեզ կարող եմ ասել, որ հավասարաչափ տառապում են եւ տարեց տղամարդիկ եւ տարեց կանայք։ Ուղղակի տղամարդու համար բողոքելը միշտ թուլության ավելի շատ դրսևորում են, դրա համար իսկ կինը միշտ անօգնական է, նազուկ է եւ շատ ավելի հնարավոր է, որ դրա համար էլ ասի, բայց կարող եմ հավաստիացնել ձեզ, որ 80%-ի մեջ հավասարաչափ երկուսն էլ ներկայացված են։ Որքանով է օբյեկտիվ այդ ցավը, դուք ասիք տարիքի հետ փոփոխություն են լինում օրգանիզմում, այդ ընդհանուր բնույթի ցավը տեղային է, այն թույլ տեղն է ցավում, թե ընդհանուր է համախտանիշը կա։ Նայեք, մենք բոլորս ուշադրություն ենք դարձնում մեր կնճիռների վրա, մեր մազերի սպիտակելու վրա, մեր փոփոխությունների վրա, բայց հաշվի չենք առնում, որ այդ բոլոր փոփոխությունները տեղի են ունենում նաև օրգանիզմի ներսում, հա, այսինքն այդ մաշվածությունը, փոփոխությունները, դրանք բնական են եւ դրանք տարիքով պայմանավորված են։ Առաջվա էլաստիկությունը, առաջվա այդ առածկականությունը մկանների, առաջվա երիտասարդ տարիքի եսի նկատի ունեմ տարբեր հիվանդությունները գնալով դրանք կուտակվում են, ինչպես սպիտակ մազերը, ինչպես ավելորդ քաշը, հա, դրանք կուտակվում են եւ ժամանակի ընթացքում արդեն տալիս են որակական արդեն փոփոխություններ։ Բացի դրանից մեր օրգանիզմում տարիքի հետ կապված լուրջ փոփոխություններ են տեղի ունենում բոլոր մեր կենսունակությունը ապահովող համակարգերի մեջ, դա լինի նյարդային համակարգը, կենտրոնական, ծայրամասային, ներզատիչ համակարգը, իմունային համակարգը եւ դրանց այդ ամենը շատ փոխկապակցված է։ Բացի դրանից, մեր մկանային շերտը կորում է ժամանակի ընթացքում, եթե մարդը գեր է, դա չի նշանակում, որ նա մկանային շերտ ունի։ Տարիքի ընթացքում այդ մկանային շերտը հալվում է, մինչդեռ ավելի շատ ավելանում է ճարպը։ Եվ դա պայմանավորում է նաեւ կեցվածքի, քայլվածքի վրա է անդրադառնում եւ ի վերջո մեծ տարիքում դուք տեսնում եք կոպիտ ասած չխորացած այսպես ասած տատիկ պապիկների, բայց այդ նրանից է, որ իրենց այդ մկանային շերտը ուղղակի մաշվել է, դրանով պայմանավորված նրանց շարժունակությունը, նրանց առածկականությունը, նրանց արագությունը, քայլվածքը, այդ ամեն ինչը փոփոխվում են եւ դա ուղղակի տարիքային փոփոխություններ են, դրանք ֆիզիոլոգիական են, դրանք պաթոլոգիական չեն, բայց քանի որ դրանք փոխում են օրգանիզմում այդ ամեն ինչը, հա, դրանք բերում են որակական փոփոխությունների, որպես դրա այդ տարիքային փոփոխությունների դրսևորում շատ արտահայտվում է ցավով, այսինքն եթե իմ հոդերը մինչև այդ շատ առածկական էին, ճկուն էին, ես կարող էի ամեն ինչ անել, հիմա ծունկը մարդու ծունկը ծալվելուց ճռոց է դուրս գալիս, այսպես ասած, հա, եւ դժվարանում է, որովհետեւ հոդերը կորցնում են իրենց էլաստիկությունը իսկ հոդերը ամեն տեղ են սկսած ողնաշարից վերջացրած մատի ծայրով եւ բնականաբար դա անդրադառնում է եւ սկսում է ցավալ եւ սկսում է հեղուկն է պակասում եւ այլն եւ այլն այսինքն դրանք բոլորը ֆիզիոլոգիական տարիքային փոփոխություններ են, որոնք դրսևորվում են որոշ տեղեր ցավով, որոշ տեղերով որոշ տեղեր տրամադրության անկումով եւ այլն բազմաթիվ փոփոխություններով։ Բժիշկ, իսկ հնարավոր է եւ պետք է այդ
ընդհանուր այդ համախտանիշը կառավարել, թե ուղղակի պետք է չգանգատվել, փորձել հնարավոր է դա ուղղակի անտեսել կամ զբաղվածություն, ոնց որ շատ զբաղված են, ասում մի բանով զբաղվի, անտեսել, թե պիտի ուղղակի կառավարել։ Շատ լավ հարց եք տալիս, ասեմ ինչու, որովհետև սովորաբար շատ բնորոշ է տարեց մարդկանց, ինչպես դուք ասացիք, որ նրանք գանգատվում են։ Եվ շատ գանգատվելու դեպքում հարազատները կարող են ասել, դե տատի, դե լավ էլի, հա, հասկացանք եւ այլն, շատ անգամ չանտեսվելու նպատակով չեն բարձրաձայնում, այսինքն մտածում են, որ ավելի լավ կլինի, որ ես չասեմ։ Ես միտքը կորցրեցի, ինչ էր հարցը։ Պիտի կառավարեն այդ ցավը, թե շեղեն իրենց ցավից։ Չէ, հիմնականում միշտ լինում են որոշակի դրսևորումներ, պայմանավորված փոփոխություններով։ Տեղ կա, որ պիտի, ես կարծում եմ, որ ցավը պետք է փարատվի, այսինքն որոշակի միջոցների է պետք դիմել։ Մասամբ դա կարող է գալ հիպոդինամիայից, երբ որ մարդիկ անընդհատ նստած են, տարեցները նստած են, չեն շարժվում եւ մկանները կարկամում են։ Ուղղակի ապրելակերպը փոխելու պարագայում այդ ամեն ինչը կարող է կարգավորվել։ Հավելյալ քաշը կարգավորելուց իջացնելու դեպքում կարող է կարգավորել։ Բայց եթե հիմքում հիվանդությունն է ընկած, դա հիմնականում լինում են հոդերի հիվանդությունները, արտրիտները, արտրոզները կամ ինչ որ օրգանի հիվանդություն, դա պետք է արդեն դեղորայքային միջոցներով կառավարվի։ Ընդհանրապես միջին տարիքի թեկուզ մարդիկ ցավին դիմանալ ընդհանրապես պետք է, թե ուղղակի ցանկացած ցավի դեպքում շատ արագ ցավազրկող ընդունել եւ ուղղակի չդիմանալ։ Եկեք ես այսպես ասեմ, պետք չի զբաղվել ինքնաբուժությամբ, իհարկե, կան, այսպես ասեմ, painkiller կան, հա, այսինքն հասանելի ցավազրկողներ կան, այն դեպքերի համար նախատեսված, որ երբ որ դրվագային ինչ-որ գլխացավ եք ունենում, կամ ինչ-որ բան եք ունենում, մեջքացավ եք ունենում, դա կարելի է, բայց եթե երկարեց այդ շրջանը ու դուք տեսնում եք, որ ցավը չի դադարում, միանշանակ պետք է դիմել մասնագետի, որովհետև այնտեղ ցավը կարող է առաջին ուղղակի ախտանիշը լինել շատ լուրջ հիվանդությունների, մասնավորապես քաղցկեղի, ես կարող եմ ասել 60-ից 70%-ը քաղցկեղով հիվանդների առաջին անգամ դիմում են բժշկին ցավի կապակցությամբ, երբ որ արդեն ամեն ինչ հասել է եսիմուր, հա։ Այնպես որ սա շատ կարևոր բան է, ախտանիշ է։ Եվ մի բան էլ ավելացնեմ, որ այս ցավազրկողների հասանելիությունը շատ իջեցնում է այն նշաձողը, որ հա մի ստից բանա դեղս կխմեմ կանցնի, այդպես չի։ Միշտ պետքա պարզել ինչի է ցավում։ Պատճառին մի անգամ ցաված, հասկանալի է, բաներ կան, որ առօրյայում այդ հարցերը լունում են, գիշերը լավ չեք քնել, արթնանում եք գլխացավ, դա հասկանալի է, բայց եթե մի օր, երկու օր եւ դա չի կարգավորվում, մի անգամից պետքա զբաղվել այդ խնդրով, որովհետեւ սա կարող է լուրջ հիվանդության, ցավը կարող է լուրջ հիվանդության առաջին դրսևորումը լինել։